իրենցից շատ-շատերը մեծ հաճույքով կգնային հանգստի, արդեն այսօր, բայց իրենք այդ հնարավորությունը չունեն, և այն խոսքերը այն մասին, որ եզրասը այդ փաստաթուղթը հրապարակելուց հետո, որ ինքը ուրեմն ինքը KGB-ի գործակալ էր ախր, հիմա մենք իրան չենք կարող ինչ-որ պատասխանատվության կանչել, կներեք, դուք այն յուրաքանչյուր մարդը, որ ընդհանրապես գիտի, թե ինչ է KGB-ն իրենից ներկայացնում, ինքը միանշանակորեն կարա ասի արձագանքի, որ անցյալում KGB-ի գործականներ գոյություն չունեն, KGB-ի գործական լինելը դա ցմահ է, և շատ դեպքերում այդ մահը գալիս է հենց KGB-ի կողմից, իրենք կարող են վերացնել իրանց գործակալին, իրենք կարող են երկար կյանք պատվիրեն, իրան, բայց անցյալում KGB-ի կամ FSB-ի գործական, իսկ FSB-ն ու KGB-ն իմ համար կներեք նույն բանն է, որտեղից է դուրս եկել Պուտինը և ընդհանրապես լրիվ քաղաքական էլիտան Ռուսաստանի KGB-ից, ինչ է, իրանք ուրիշ կազմակերպություն են ստեղծել, KGB-ի մասին մոռացել են, FSB են անունը դրել ու այդ լրիվ ուրիշ կազմակերպություն, այդ ինչ անհետեթություն է։ Մենք պետք է դա դիտարկենք իբրև մեր երկրի վտանգ,